առաջին հարցս կցանկանայի ուղղել ձեզ ձեր վերջին հարցազրույցներից մեկում ձեր հայտարարության հետ կապված այն հարցին, որ սովորաբար խոշոր կապիտալ ունեցող գործարարները մարդիկ նաև զբաղվում են քաղաքականությամբ, արդյոք դուք չեք մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին, դուք արձագանքեցիք, որ ամեն օր եք մտածել եւ ամեն օր համոզվել եք, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով եւ նշեցիք, որ դուք հաջողակ գործարար եք եւ բիզնեսը նաեւ ստեղծագործություն է եւ այդ պատճառով դուք ցանկանում եք ձեր բիզնես գործունեությամբ շարունակել ձեր աշխատանքը։ 1 տարի հետո ունենք այլ պատկեր, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ մտնում է քաղաքականության մեջ։ Ինչը ձեզ ստիպեց գնալ այդ քայլին, բիզնեսից տեղափոխվել քաղաքականություն։ Շնորհակալ։ Ես հիշում եմ այդ հարցազրույցը միասին ենք ունեցել, լավ հիշում եմ ես ինչ եմ ասել, բայց դրանից հետո 1 տարի հետո Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք։ Ներկա իշխանությունները հարձակվեցին հայ առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Սկսվեց հարձակումը հայոց ինքնության վրա։ Դրա համար ես պետք է ունենայի անմիջական մասնակցություն այդ process-ներին։ Ավելի լավ է մեկ անգամ դու քո ձեռքով ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսը դնես ուրիշ քաղաքական ուժերի վրա։ Ես վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է 2 մարդ՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Իհարկե, եթե չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդում, եթե չլիներ Փաշինյանի վերջի տարվա անկանոն շարժումները, հարձակումները թե մարդկանց, թե մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Բայց եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, բոլոր ցանկությունները, բոլոր լավ կյանքի ամբիցիաները երկրորդ պլան են գնում։